Ի պատասխան Հայաստանի ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին ուղղված նամակների Հայաստանի պատիվ ունեմ խմբակցության պատգամավորները հայտարարել են, վերահաստատում են, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում են, որ այս պահին չունեն վարչապետի թեկնածու, իրենց պատրաստակամությունն են հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքը, երբ նրան տեղյակ են պահել, որ պատիվ ունեմ խմբակցությունից 5 պատգամավոր միացել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին։ Բա ինչ ենք անելու, բա ինչ ենք քաշվանք, բա հիմա ինչ ենք անելու։ Իդեպ 5 պատգամավոր արդեն պատիվ ունեմից գործընթացը աննախադեպ մի բան, աննախադեպ մի դամ 4 տարի անց իմպիչմենտ դաշինքի, ոնց էր, պատիվ ունեմ դաշինքը, չէի սպասում, անկեղծ շատ աննախադեպ։ Ալեն Սիմոնյանը երեկ ճեպազրույցում հերթական հակառուսական հայտարարություն է արել, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում, դրսից մեծ փողեր են ծախսվում հյուսիսային հարևանի կողմից, որը պարբերաբար ակտիվանում է։ Մասնակիցների մեջ ոմն ռուս փորձագետներ են, հայկական ազգանուններով, որոնք փորձում են փոխել իշխանությունը, հանրահավաքներ անել եւ այլն, քանի որ նրանց դուր չի գալիս Հայաստանի ինքնիշխանությունը։ Ազգային ժողովի խոսնակն այս հայտարարություններն արել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինի հետ հանդիպումից անմիջապես հետո։ Հանրային տիրույթում հարց է առաջացել, թե ինչ է փոխանցել Կոպերկինը Սիմոնյանին, որ նա վերջերս մեղմացրած հակառուսական հռետորաբանությունը նորից կոշտացրել է։ Հանդիպման մասին ընդամենը պաշտոնական հաղորդագրություն է եղել։ Այս ֆոնին վարչապետի աշխատակազմից խուսափում են հայտարարել Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կանալիք շքերթին, թե ոչ։ Միայն ազգային ժողովի նախագահի կարծիքով ճիշտ կլինի, որ Փաշինյանը մասնակցի, լուրեր են շրջանառվում, որ հապաղումը պայմանավորված է ոչ այնքան ԿՊ մարտակարծություններով, որքան արտաքին գործընկերների սպառնալիքներով, որոնք հայտարարել են, որ շքերթին որևէ ղեկավարի մասնակցությունը անհետևանք չի մնա։ Վիճակն ավելի է խճճել այն տեղեկությունը, որ իրենց մասնակցությունը չեղարկեցին Հնդկաստանի, Հունգարիայի, Սլովակիայի վարչապետերը։ ԿՊ-ից միայն ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը կմեկնի վարչապետի հետ, քանի որ Ռուսաստանը մերժում է շատ ԿՊ-ականների որոշների մուտքը Մոսկվա արգելված է։ Ինչ վերաբերում է շքերթին Հայաստանից զորամիավորում ուղարկելու Ռուսաստանի առաջարկին, ապա ի տարբերություն Ադրբեջանի հայկական զորամիավորում չի մեկնի։ Բաքուն թույլ չի տվել Ավրորա մրցանակի դափնեկիր պակիստանցի իրավապաշտպան Սաիդա Ղուլամ Ֆաթիմային մասնակցել ապօրինաբար գերության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ Նա նման ցանկություն էր հայտնել մարտին։ Ֆաթիման ժամանել է Ադրբեջան, սակայն այնտեղ նրան հայտնել է, որ չի կարող ներկա գտնվել դատավարությանը։ Արգելքը որևէ կերպ չի հիմնավորվել, քանի որ ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, դատավարությունն ընթանում է դռնբաց։ Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ փաստաբան Սիրանուշ Սահակյանի խոսքով Բաքվի դատանի շենքը խստագույնս վերահսկվում է։ Թեև Ադրբեջանն ամեն անգամ ասում է, թե լսումները բաց են, սակայն հետազոտողի մուտքն արգելվել է։ Նրան տեղեկացրել են, որ միայն գլխավոր դատախազության կամ գերագույն դատանի թույլտվությամբ է հնարավոր մուտք գործել տարածք, իսկ հետո Ադրբեջանում գտնվելու ժամանակահատվածում նա ենթարկվել է նաև հետապնդումների։ Սա այն է, ինչ պետք է իմանալ Բաքվում իրականացվող բաց դատավարությունների մասին։ Բաքվի դատավարության կադրերն եմ նայում, միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են։ Ադրբեջանն օգտագործում է կեղծարարության ողջ զինանոցն ազգային ազատագրական պայքարն ու դրա առաջամարտիկներին միջազգային հանցագործ հռչակելու, հայ ժողովրդի նկատմամբ մեղադրանքների տարապ ուղղելու եւ մեր պատմական ձեռքբերումները ոչնչացնելու համար։ Վերջին նիստի ընթացքում ցուցադրվող կադրերում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարի կարգավիճակում Սերժ Սարգսյանի այցերն են ռազմաճակատի տարբեր ուղղություններում եւ նրան դիմավորող հրամանատարները Մոնթե Մելքոնյանը, Դավիթ Իշխանյանը։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է, Գյումրու ավականու մեր քաղաքախմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում է գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ։ Բանն այն է, որ Կարեն Բադալյանը մի քանի օր առաջ մանդատից հրաժարվելու դիմումը հանձնել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հետո փոխել է որոշումն ու դիմել դատարան մանդատը վերականգնելու համար։ Նույն ընթացքում նա նամակ է գրել քաղաքապետարան տեղեկացնելով, որ լքում է իմ քաղաքախմբակցությունը։ Դրանից հետո Մարտուն Գրիգորյանն ու թիմակիցները փորձում են կապ հաստատել նրա հետ, բայց դա նրանց դեռևս չի հաջողվել։ Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, որով պայմանավորված ի վերջո նա համոզել է, բացատրել է եւ մենք մտել ենք Կարենի դրության մեջ, որ իրականում մարդը խնդիր է տեսնում եւ ուզում է դուրս գալ, բայց այդ ժամանակ մենք ընկալել ենք որպես անձնական աշխատանքի անցնելու խնդիր, որը մեծ հաշվով հարգել ենք այդ որոշումը։ Գրությունը
փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետը հաջորդ օրը ամսի 21-ին դիմումը տրվել է առաջ, ամսի 22-ին քաղաքապետը արձանագրություն է կազմել եւ ուղարկել է տարածքային ընտրական հանձնաժողով, 31 ընտրատարածքային հանձնաժողով, որով արդեն այդ պահին քաղաքապետի արձանագրությունը կազմելու պահից ի վեր արդեն ինքը համարվում է մանդատ չունեցող անձ, սովորական անձ է դա։ Հետո ինչ է։ Դրանից հետո մեկ օր թե երկու օր հետո արդեն այդ արձանագրությունը ուղարկելուց հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է եւ դիմել է մանդատը, այսինքն հետ վերցնելու, որի իրավասությունը, ինչպես արդեն հասկանում ենք, քաղաքապետը չունի հետ արձանագրությունը հետ կանչելու կամ նոր արձանագրություն կազմելու իրավասություն չունի, օրենքով սահմանված կարգով։ Մինչ օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, մեր խմբակցության անդամները չեն կարողացել կապվել Կարենի հետ, չեն կարող հասկանանք, թե պատճառը ինչումն է, եւ բացի դրանից արդեն մենք իմանում ենք, որ երբ որ ինքը դիմել է մանդատը հետ ուզելու, նաեւ դրանից մի քանի րոպե հետո երկրորդ նամակն է ուղարկել քաղաքապետարան, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու, թե դուրս է գալիս մեր քաղաքը խմբակցությունից, որից հետո մի քանի օր անց արդեն նաև տեղեկանում ենք, որ դատական process-ները սկսվել, այսինքն դատարան է դիմել, թե դատի է տվել, որպեսզի մանդատը վերականգնի կամ բողոքարկի կամ բողոքարկեն քաղաքապետի արձանագրությունը։ ՔՊԱ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողին վիրավորելու համար չի պատժվի, նրա վարքագիծը քննարկելու համար ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ձևավորվի։ Նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր դեմ 47-ը, մեկ պատգամավոր էլ ձեռնպահ էր։ Հիշեցնենք, Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր լրագրող Հրիփսիմե Ջեբեջյանին, նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր, ասելով մաքրեք ձեր շրթունքները։ Հրիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որով ազգային ժողովի խմբակցություններից պահանջում էր նախաձեռնել ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց քննարկելու ՔՊԱ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը։ Ազգային ժողովի Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները ընդառաջելով դիմումին շրջանառության մեջ էին դրել նախագիծը։ Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, շատ լավ ստացվեց, որ առաջինը ես պետք է արձագանքեմ, որտեղ հարցը ոնց որ թե ինձ է վերաբերվում, եւ ասեմ ձեզ, որ ես ուզում եմ սկսեմ հանձնաժողովում հնչեցրած մի տեսակետ կապված իմ մազերի գույնի հետ, որը շատ լավ օգտագործեց Տիկին Թագուհի Թոմասյանը, ասեմ ես կյաճ չեմ, ես սպիտակ եմ, եւ ես սպիտակելը անցած ճանապարհ է։ Տիկին Թոմասյան, դուք իմ սև մազերն եք տեսել, ալեխառնել եք տեսել, սպիտակնել եք տեսնում, եւ դա անցած ուղի է, խնդրում եմ դա մազերը չշահարկեք։ Ինչ վերաբերում է կյաժությունը եւ հարցի քննարկումը, ես ուզում եի հասկանալ ձեր զեկույցից, վերջին հաշվով դուք ինչ եք հասկացել իմ ասացից։ Դուք չասեցիք։ Ասում են, ասեք, եթե ես կրկնել եմ հայտնի հոգեվորականի բառերը, որը շատ ավելի կոշտ է ասել, բերանդ լվա։ Շատ անհասկանալի արտահայտություն է։ Եվ մեկնաբանել է, ինչ է մեկնաբանել։ Այլ կոնտեքստում ես էլ եմ մեկնաբանել եւ իմ մեկնաբանությունը ուզում եմ դեռ ժամանակ ունեմ ընթերցեմ, որ ես արել եմ իմ Facebook-յան գրառման մեջ։ Եվ վերնագիրն էլ շատ հետաքրքիր եմ ես դրել, թող ձեզ հաճելի լինեն բերանից խոսքերը։ Խոսքի մասին է վերաբերում խոսքի մաքրության, Տիկին Թոմասյան։ Լրագրողի եւ ընդհանրապես պատգամավորների հետ հարաբերություններում դա երկկողմանի է, պարտավորությունները իրավական։ Դուք ասում եք 4 իշխանությունը ամեն ինչից վեր է։ Դուք արդեն դարձրել եք այդպեսին, որտեղ մեր ընդդիմադիր գործընկերները քաղաքական օրակարգ չունենալու պարագայում գտել են լրագրողական խմբերով օրակարգ ձևավորելու ձևաչափը։ Շատ լավ։ Այդ դեպքում, երբ որ ինձ մեղադրում եք, մեղադրեք հստակ, ինչ եմ ես ասել, եւ դուք ինչ եք հասկացել, որովհետեւ ըստ էության իմ ասացի մեկնաբանությունը, թե ես ինչ եմ ասել, ես կարող եմ կարդալ։ Անշուշտ, ես շատ լավ հասկանում եմ, որ որոշ ընդդիմադիր գործիչներն ու նրանց շահերը սպասարկող մի քանի լրագրողներ փորձում են խոսքից իմաստուն ընկափոխել։
լարվածության նոր առիթ ստեղծելու իմ անունը շարքելու նպատակով, սակայն համոզված եմ, որ դա հաճ ափսոսանքի արժանի միջադեպ է, ես գրել եմ հաջորդ օրը։ Չէր դառնա հանրային քննարկման առարկա, եթե գնահատականներ տվեին մեջբերում, որ ես արել եմ ձեր սիրելի հոգևորականի ասացից։ Ես որևէ վիրավորական բան չեմ ասել, ես ասել եմ խոսքի մաքրության մասին, որովհետեւ ավելի ինկալելի լինի, ես նույնիսկ վերջում բերել եմ սաղմոց եւ այստեղ նաեւ ձեր թերթի քնարիկը, որ իմ նկարը վազվզավել այստեղ, ասում եք բննկարն էլ դրեք, վերջին հաշվով ես ուզում եմ բացատրեմ, որ նաեւ այդ ձևաչափի մեջ խոսքի մաքրությունը շատ կարևոր է։ Իսկ ինչ այդ օրը տեղի ունեցավ, պարզապես ճեպազրույցի ժամանակ Հռիփսիմե Ջեբեջյանը մոտեցավ եւ փորձեց ձախ կողմից ներխուժել այդ աշխատանքի մեջ, որ ես թույլ չտվեցի։ Ասեցի գնա կանգնի այնտեղ, որտեղ մարդիկ ժամանակի շուտ կանգնել են եւ մենք սկսել ենք մեր ուրեմն ճեպազրույցը։ Էլի ասեմ, դուք չեք կարող ասել, որ ես բաց չեմ եղել ընդդիմադիր լրատվամիջոցների առաջ։ Գուցե երևի ամենաշատ հարցազրույց տված եւ ճեպազրույց տված պատգամներից մեկն եմ։ Կարող եք մոնիտորինգ անել։ Եվ դա հիմա ասել, որ ես լրագրողներին ճնշել եմ, բայց ճնշվածներին չեն մյուս օրը գալ ինձանից հարցազրույց վերցնել։ Դու ճնշված մնային, բոյկոտ էիք հաջարել, անեիք, ինչի չեք անում։ Ուզում ասեմ արդարացի պետք է լինեք, սա առիթ էր, որտիսի 1.5 ժամը օրակարգ չլինելու քաղաքական օրակարգ դարձնեք օրակարգ։ Շնորհակալություն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Բելարուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինին, որը պաշտոնական այցով Բաքու էր ժամանել 3 Բելարուսի կառավարության ղեկավարը մասնակցել է Բելարուսա-ադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո ստորագրվել են մի շարք պայմանագրեր։ Նախատեսված է նրա այցը օկուպացված Արցախի հանրապետության տարածքներ։ Իրանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը։ Ադրբեջանական մեդիայի հաղորդմամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն։ Նրա խոսքով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կարող է հանդես գալ որպես միջնորդ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ Հավատում եմ, որ այս հարցը նույնպես կգտնի իր արտացոլումը երկու երկրների շփումներում, հավելել է դիվանագետը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Նա ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջը Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ, իսկ Փեզեշքյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին աղետի հետևանքները վերացնելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Ղեկավարները քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության զարգացման հարցերը, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում համատեղ նախագծերը, նաեւ Իրանի Միացյալ Նահանգների միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջընթացը։